Դավթաշենից աշտարակի խճուղի տանող ճանապարհին չորացած, կեղևազրկված բարդին ուժեղ քամուց ընկել էր երթևեկելի հատված, ինչի հետևանքով ծանր վնասվածքեր ստացել ու տեղում մահացել հենց այդ պահին այդ հատվածով անցնող մոպեդավարը: Ծառի ընկնելու հետևանքով վնասվել էր նաև Հոնդայի մակնիշի ավտոմեքենան: Տեսախցիկներն էին ֆիքսել տեղի ունեցածը: Ըստ լրատվամիջոցների, մահացած նոտարերկրացի առաքիչ էր: Այսօր արդեն ծառը հատված էր, տարածքը մաքրված: Դեպքից հետո մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, թե Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են հատել չորացած ծառը, սակայն դա չեն արել քաղաքացիների բողոքի պատճառով: Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը պնդում է՝ այդ բացատրությունը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, հենց բնապահպաններն են մշտապես պահանջում, որ անհապաղ հատվեն վտանգավոր և ամբողջությամբ չորացած ծառերը: Վերջինը կհիշեք Մասնիկյանի պողոտայի կենդանաբանական այգու բարդին, որը ընկնելու վտանգի տակ էր և տարիներ շարունակ ես խնդրում էի 2 տարի հետո հասա արդյունքի, օրերս այդ ծառը քաղաքապետարանը գնացել կտրել: Նոր Նորքում իմ բացած հայտերով կտրվել են 10-ից ավել վտանգավոր ծառեր: Որևէ դեպք չի եղել, որին ես մասնակից եմ եղել կամ չգիտեմ, թեկուզ լուրերով տեսել եմ, որ ինչ-որ մարդ ասում է՝ այս չոր ծառը մի կտրեք: Դա ամենաէժանագին մանիպուլյացիան է: Բնապահպանը նշում է, որ բազմաթիվ հասցեներում Ուլնեցի, Պարոնյան, Մելիք-Ադամյան, Ալեք Մանուկյան փողոցներում, Նաիրի բժշկական կենտրոնի հարակից տարածքում, Սայաթ-Նովայի պողոտայում և այլ վայրերում, չնայած քաղաքացիների բողոքներին ու ակտիվիստների ներկայությանը, իրականացվել են ծառահատումներ: Բայց այդ մի ծառը, փաստորեն, որը ամբողջությամբ չոր էր Դավթաշենում, չեն կարեցել հաղթեն չար ակտիվիստներին և ինչը դարձել է մահվան պատճառ: Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այլ պարզաբանում է ներկայացնում: Ծառը, որի տապալման հետևանքով մահվան դեպք է գրանցվել, գտնվել է մասնավոր հողատարածքում: Պարոն Բեգոյան, մենք այսօր եղանք այդ տարածքում, մայթեզրի կպած հատված էր, արդյոք դա սեփական հողատարածք էր: Ըստ մեր տեղեկությունների, որքանով մենք ենք կարողացել հասկանալ, տարածքը սեփական է: Մասնավոր սեփականության տարածքում քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգելու որևէ իրավասություն չունի, ասում է կառույցի ղեկավարը: Անցած տարի Երևանում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 200 դեպք: Այս տարվա առաջին 6 ամիսներին շուրջ 100-ը: Եվ հետևաբար սա գալիս է ասելու իմ բարձրացրած խնդրին, որ Երևան քաղաքի կանաչ ֆոնդի գրեթե 30%-ը ենթակա է հատման և փոխարինման: Բեգոյանի պնդմամբ, քաղաքապետարանը երբեք չի իրականացրել միայն ծառահատման աշխատանքներ: Նրա փոխանցմամբ, յուրաքանչյուր հատման աշխատանք զուգորդվում է նոր ծառերի տնկմամբ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է փողոցային տնկարկներին: Քաղաքականությունն ուղղված է ոչ թե կանաչ ֆոնդի կրճատմանը, այլ ծերացած և վտանգավոր ծառերի փուլային փոխարինմանը նոր տնկիներով, ասում է կառույցի ղեկավարը: Նախորդ տարի հատվել է 1600 չորացած կամ ոչ կենսունակ ծառ: Այդ աշխատանքը շարունակվում է նաև այս տարի: 5000-ի չափ անցած տարի ծառ է տնկվել: Ի տարբերություն այդ կարճ ապրող, կարճ կյանք ունեցող բարդիների ու թեղիների, հիմնական տապալվողները, հիվանդները, ծերերը իրանք են, ովքեր կարճ կյանքի տևողություն ունեն: Ի տարբերություն այդ ծառերի, տնկվել են հարյուրավոր տարվա կամ 100 տարվա և ավելի կյանք ունեցող արժեքավոր, որոնք օրիցի ֆիլտրման, իրենց կատարման գործընթացներով անգամներ ավելի արժեքավոր ծառեր են, քան նրանք, որոնք որ հատվել են և փոխարինվել են: Եթե ծառ է հատվում, նշանակում է դրա համար կան հիմնավոր պատճառներ, վստահեցնում է զրուցակիցս: Կարևոր չէ այս պահին ծառը կենսունակության ավարտին մոտ է գտնվել կամ քաղաքացիների աչքում նա չոր է երևացել, եթե հատում է, ուրեմն նշանակում է դրա անհրաժեշտությունը խիստ կա: Հարգելի երևանցիներ, դե տեսնում եք, որ Երևանի քաղաքապետարանի հագուստով մարդիկ կամ տեխնիկայով մարդիկ իրականացնում են որևիցե ծառահատման գործողություն, պետք է վստահ լինեք, որ նրանք առաջին հերթին լուծում են անվտանգային խնդիր:
Հարցին, թե արդյոք մահվան պատճառ դարձած ծառի կենսունակության ստուգումը կամ հատումը նախկինում խոչընդոտվել է ակտիվիստների կողմից, Բեգոյանը հստակ պատասխան չտվեց։ Նշեց միայն, որ Դավթաշեն վարչական շրջանում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ աշխատանքը խոչընդոտվել է կամ դրանց բովանդակությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվել։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։